խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման առումով չափազանց կարևոր է այն, որ մենք ըստ էության արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից, այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում, որ ի վերջո տեղի ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով, եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած իհարկե բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունը առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու։